Ալեքսի լանչն եմ դասավորում, այստեղ մի կտոր էս կոկոսով այս սրանից եմ դրել, այստեղ համոսնը, այստեղ սիրելի բրոկոլին, գիշերն եմ ես ամեն ինչը, իրան որ քնեցնում եմ, գիշերն էլ էփում եմ, այստեղ չամիչով փլավն է ուտելու, սրակապերիչ։ Համար մի հատ էլ peanut butter, կարակ մեզեր։ Բարեկորերի Ջեսին արդեն իր նախաճաշը արդեն հրամցրել եմ, սեղանին էլ ինքը խմում այնտեղ։ Ջեսը գնում աշխատանքի, հետո մի կես ժամից Ալեքսը դպրոց, մի քիչ այնտեղ։ Հետնանուս, Գետնանուշ, yeah, that's what I thought, Հետնանուս, Գետնանուշի կավակ։ Հետնանուս, protein. Okay, no, I know anything like that before. Այս ուշացել եմ մեղր կսել։ Որ չծորը։ Պայլույս հաջողություն։ Ալեքսին տարա դպրոց ու հիմա ուզում եմ մի հատ այս դուպլեքսի գինը տեսնեմ, փոստորեն այս կողմից ետնաբակել ունի առաջին երկու հարկն է, գինը գրած է ոնց որ մի քիչ պետք է մոտկանամ որ տեսնեմ ինչքան է ինձ հետաքրքիր այստեղ վարձով տները ինչքան են որպես երկու հարկանի առանձնատուն է գալիս էլի դա առանձնատուն չէ վերևի երկու հարկն է երևի ուրիշին է պատկանում 36,000 rent 36 to 40 չասում բայց ինչի է ներկոգին գրած 36,000-ից 40,000 տարբեր հարկերը երևի հա վերևի 3-4-ը կաղա ուրիշ կինա ինչև է լավ կինա ոնց որ թե մոտապես $400 $420 բան կանեմ հեսա որ գնամ տուն կնայեմ հետաքրքիր կինա հələ մի րոպե այս կողմն էլ նայեմ այս կողմից հա ռեմոնտ էին անում բայց հետաքրքիր է քանն են ջասենյակ ունի այս քանն է ու այս վերևի այս քանն է ու այն կողմից ինչև է մեծ է փոքր չի անդամներին խնդրել էի ասել էի մամ գնացեք մեր այդ Երևանի հողը որ գնել էինք անցած տարի կհիշեք չէ ասել էի մամ գնացեք
նուշը չէին հավաքում, ասում էին դե որ գաս միասին կգնանք, ոնց որ դուք ձեր հողի նուշը կհավաքեք, ասեցին մենք մինչև գանք, ոնց որ երևի նուշի սեզոնը ավարտված կլինի, գնացեք այդ ծառից սիրուն հավաքեք նուշը, գնացել էին, մեր համար մի քանի կադր նկարել էին, ձեր հետ էլ կկիսվեմ, տեղլիկը գործ կա ունելու բնականաբար, բայց այդ թողել ենք, երբ որ գնանք այնտեղ, ինչ որ մի վերանորոգում սկսելուց առաջ կհամաձայնվեք երևի, թե պետքա ոնց որ տեղում լինես, եթե ինչ որ հարցեր լինի ինքնուրույն գնաս, տեսնես, որոշում կայացնես, ինչ ես ուզում, ոնց ես ուզում, մի խոսքով, այդտեղ մեծ գործ կա անելու, բայց երևի թե այդ կմնա հետո։ Մյուս տարի, այս տարի դժվար թե հասցնենք, ինչ որ բան անենք, արդեն աշուն է Երևանում։ Նորություններն եմ կարդում, դե հիմա երևի թե բոլոր պետությունների մոտ բան կա, ասենց մրցում ոնց որ լինի իրար միջև, բոլոր երկրներում, բոլոր նահանգների միջև եւ այլն, թե ով առաջինը ինչ որ մի հետաքրքիր օրենք կմտցնի, ով առաջինը ամենաբարձր շենքը կկառուցի, ով առաջինը ամենաերկար ինչ որ մի բանը, մի խոսքով առաջինը աշխարհում որ չկա կամ չգիտեմ այդ երկրում չկա եւ այլն, այդպես մրցակցություն է իրար միջև։ Դրանց թվում է նաև երեք կարդացի, որ այս մեր նահանգը առաջին ամբողջ Հնդկաստանում մտցրել է մի օրենք, որով կանայք իրավունք ունեն 12 օր ավել գնան արձակուրդ իրանց քրիտիկական օրերի համար 12, այսինքն երևի քրիտիկական օրերի առաջին օրը իրավունք ունեն բացակայեն չգնան այդ օրը աշխատանքի, բայց աշխատավարձ կստանան բնականաբար ու դա առաջինը։ Դե հիմա ասեք տեսնեմ աշխարհում էլ որտեղ է այդ օրենքը գործում, որ կարաս քրիտիկական օրերին ուղղակի աշխատանքի չգնաս, քեզ արձակուրդ տրամադրես։ Փոխեջ տղամարդիկ ինչ անեն։
Ինչևէ ընկերներ, հետաքրքիր էր, մի լավ ուրախացա այդ առումով, ողջունելի էր, որ կանանց այդքան ուշադրություն են դարձնում։ Հենց մի անգամից իմ Instagram-ի էջում էլ անմիջապես բանայեցի, post արեցի, ու նշանակություն չունի մասնավոր կառույցում են աշխատում, թե պետական կառույցում են աշխատում, ինչևէ իրավունք ունեն օգտվել այդ իրավունքից։ Ես ինչպես միշտ այստեղ կանգնած սպասում եմ Ալեքսին։ Ուսամ շուտ կգա ավտոբուսը, շատ չի ուշանա, սպասումով։ Այս տեսարանն այնքան շատ եմ սիրում, այս պալմաները, այս փողոցը իմ համար որ շատ սիրուն փողոց է։ Չգիտեմ ինչպես դուք, բայց գեղեցիկ է։ Դպրոցից նորից զանգել էին, ասում են Ալեքսը տարեվերջին այդ պարերին մասնակցելու է, հիշում եք, որ գնացել էինք դպրոց, ասել էր, չէ, երեխեն ասում էր, ով որ չի վճարել, չի մասնակցելու այդ տարեվերջյան բանին, չեն թողում պարին, դեղ անկնում նստեցնում են, բայց մենք վճարել ենք, նույնիսկ հենց գնացինք այնտեղ քարտուղարուհին բան արեց, մենք օնլայն էինք վճարել, էլի ասում էին չեք վճարել, ես իր բանկային քարտից քաղվածքը հանեց, որ վճարել ենք, մեզ թուղթ տվեցին, այսօր այդ ուսուցչուհին զանգել է, ասում է Ալեքսը պարերին մասնակցի, թե ոնց որ չի մասնակցելու, չեք վճարել, ասում եմ վճարել ենք, ոնց չենք վճարել, հեսա երեխան եկավ, հեսա ձեզ կնկարեմ, ուղարկեմ, շուշուտ նկարը ուղարկեցի ուսուցչուհուն արա։ Այդ արագություններ, այդ Սոնիկի արագություններ իսկականից։ Ինչքան արագ գնա Ալեքսը տուն, այդքան իմ օգուտն է, թե չէ որ կանգնում է մի պահ, արդեն կողքերն է նայում, տարվում է ինչ-որ բանով, ու հետո ես պիտի գոռամ Ալեքս արի, Ալեքս արի։ Էդ ինչ արագ էիր վազում, Ալեքս, չի հասնում քեզ։ Կտրվեց քարը։ Հավատա, բայց սա հաց է, որ իմ համար Սայդանն է ուղարկել, ուրեմն այս հացի խանութը ասում է շատ լավ հացի խանութ է, ես ինքս չեմ փորձել, ինքը միշտ դրանից է օգտվում, ինքը ոնց որ հենց Բենգալուրի կենտրոնում է այս հացի խանութը ու առաքում չունի, եթե ուզում ես պետք է պարտադիր գնաս, հենց իրանց խանութից գնես, տեղում թխում են, մի խոսքով շատ գոհ է։ Հիմա տեսնեմ ինչպիսին է, ես մտածել եմ, որ շաբաթվա մեջ 1 օր, ոնց որ գնամ, մի քանի հատ հաց գնեմ, բերեմ դնեմ սառնարանում, տենց թարմ լավ համեղ հաց կունենանք։ Ինչևէ, Ալեքս լարի բացի տեսել Սայդան ինչ է ուղարկել քո համար։ Հացի խանութել Electronic City-ում ասեց իրանցն էլ է լավ, որ իմանա երեք գնա այնտեղ։ Թթխմորով հաց, հա։ First. Okay. Էս ինչ է ուղարկել Սայդան քո համար։ Այս date bites-երն էլ ասում էր լավն է։ Սրանցից էլ խանութներում չկան, այլ են։ Մամա։ Եվ այս մյուս Emily. ապրես բալես եւ այս մյուս թթխմորով հացը ինձ հեսա կփորձեմ ինչքան ժամանակ է there's a note What? Սայդան է ուղարկել տես համով հացիկ է ուղարկել Սայդան թթխմորով եւ սրանից այս մեկը going to play or pray ինչ ասում It's a little better than. Այս կտրած չի պետքա կտրեմ սպաստանակ վերեմ կտրեմ արևս Then this a little. Այս մյուսը կտրած է Սենց ստեղից պիտի բացես Մատերդ մենակ զգուշ կլինի չի կտրած լավ Մի քիչ ներքևից կարես պիտնես Loosen the hot. Հա So good, right? Համով հացի հոտ է գալիս Թարմ թխած հացի կա
Անո Պանիր դիր հացի մեջ, բարդ սպասի։ Ես եկավ աշխատանքից, չեսն էլ այստեղ սրանից է բերել, ասում է փորձել ես, ասում սրանից ես փորձել եմ, Աբուդաբիում չես հիշում, առել եմ։ Ասում է չէ, չեմ հիշում, ասում մտածեցի վերցնեմ, ոնց որ Yeah, it's not bad. I think what I don't like ingredients. Հեսա տեսնեմ ինչ կա մեջը, դրա համար չեմ առնում ես։ Փորձելու համար այնտեղ մի անգամ վերցրել էինք շաքար, ալյուր, բենգալ գրամ, սիսերի ալյուր, բեսան, այս ինչ-որ պալմոլին տեսեք, պալմոլին, դրա համար չեմ վերցնում, վանասպատի, ինչ-որ vegetable oil, liquid glucose էլ կա մեջը, կարտամոն, it has glucose, it has palmolene, that's why I'm not buying those. Palm oil and glucose. Yeah, it's okay. Once make անգամ ես չնայեմ բնականաբար պարունակությունը լավ ժողովուրդ սա բաց է մի հատ լվանամ ու բաց այս նուշովն է սենց այս կտրած է արդեն մատ փոքր կտորվել սենց քանդվում է այս միշտ սենց դրա համար չեմ սիրում բայց թարմ է տոն է լինելու, այս տոների կապակցությամբ լիքը խանութում է, լիքը տարբեր տեսակի քաղցրավենիքներ ունեն։ Ինքը բերանդ մեջ, որ հալվում է, որ բամբակ ես ուտում, մեզ բերանդ մեջ հալվում փոքրանում է, այդենց ինչ-որ մի բան է։ Բայց շատ չեմ ուզում ուտեմ, ասքան անկերներ, ձեր խաթոր համար գերա, հավես մեկն է, չկա, Աղա մեզ պծուց տաս ոնց ես պարում, Ալեքս, Զբաղված ես կյանք, նոր եկել դրսից խաղում էր, խագեմ, արի, մոծակները հեսա ներս են գալու, արի գնա ջուրը